վերջին հաշվով պատերազմից հետո, պատերազմի ելքից հետո Հայաստանի իշխանությունները քայլեր են անում, որը պետք է արված լիներ շատ վաղուց։ Հիմա փողը կար, այն ժամանակ չկար։ Փողը հեն աղվան Հովսեփյանի պատերի մեջ է։ Բոլոր կոռուպցիայի մեջ խրված պետական գործիչները։ Պարոն Քոչարյան, բնականոն եք։ Չէ, հա։ Հա։ Դուք ոնց որ տեղերով շփոթում ենք, էլի, ոնց որ դուք լրագրողը լինեք, ես կառավարող ուժի ներկայացուցիչները, նաև ես դժգոհ եմ, որովհետև ես գիտեմ պատճառները որտեղ են մեր պարտությունները, որտեղ եւ քարորիայի ժամանակ եւ դրանից հետո 44 օրյայի ժամանակ վերջին հաշվով պարտության հիմքերը մանրակրկիտ է ուսումնասիրվել։ Ժամկետանց զեկույցը տալիս է այդ հարցերի պատասխանը, թող Թագուհի Թոմասյանը սպասի ժամկետանց զեկույցին, որտեղ դա ինչքան ինձ է պետք, մեր պետությանն է պետք, այնքան էլ նաև ընդդիմությանն է պետք, որի աշխատանքից նաև բոլորը փախել են, եւ պատիվունումը եւ Հայաստան խմբակցությունը։ Իսկ զորամասերը ով է լուծարել եւ ինչ նպատակով, վեհ նպատակով, թե միտումնավոր վնաս տալու, պարոն Քոչարյան, ձեր կարծիքով։ Երևի չեն հասկացել, որ պատերազմը մոտ է։ Վնաս տալու չեմ կարծում։ Դժվար թե Արտակ Դավթյանը վնաս տալու միտում ունենար։ Չէ։ Չէ։ Խելք պետք ունենային։ Եվ վերջին հաշվով ավելի սահմանափակ ռեսուրսներով մենք 94-ին պարտադրել ենք հրադադար։ Ինչ կար դրա մեջ։ Ես ասացի մի քանի կոմպոնենտ՝ որակյալ սպայակազմ, ոգի, նպատակ, ավարտից հետո մենք դիշարունակենք դեպի խաղաղություն։ Հիմա ենք խոսում խաղաղությունից ոչ շահեկան պայմաններով, բայց այն ժամանակ բոլոր նախագահները 20 տարի Ղարաբաղյան ծագում ունեցող երկու նախագահ են ունեցել։ Ինչի չեն գնում խաղաղություն, որտեղ խաղաղությունը ստատուս քվոն էր պետք իրանց։